ինչ կտամես 6-ից հետո չուտելը, ինչպես կանդրադառնա մաշկի որակի վրա։ Տեսեք, մաշկի որակի վրա 6-ից հետո չուտելը էլի պետք է նշեմ, որ մի քանի օր 6-ից հետո չուտելը, այո, որ օրգանիզմը ինքնին մաքրվում է եւ հետեւաբար նաեւ անդրադառնում է մաքուր մաշկի վրա, լավ մաշկ ենք ունենում, բայց այստեղ պետք է նույնպես նշեմ կրկնվեմ, շատ կարևոր է սննդակարգը, թե մենք ինչ ենք ուտում։ Բնականաբար վատ սնունդը նորից բերում է անառողջ մաշկի, քաղցրը, ամենատարածված, այո, քաղցրը ինչքան վատ անդրադարձ է ունենում մեր մաշկի վրա։ Հետևաբար լավ մաշկ ունենալու համար նույնպես պիտի շատ առողջ լավ սնունդ օգտագործենք, օրինակ այնտեղ ավոկադոներ առենք մեր սննդակարգի մեջ, նուշ, ձուկ, էլի շատ օգտակար ճարպեր, օգտակար ճարպեր, օմեգա 3 պարունակող մթերքներ, այո, նուշը, այո, դրա համար նշեցի ու շատ բջջանյութ նորից ու ջրի իհարկե քանակը շատ կարևոր է, կառավարել ստրեսը շատ կարևոր է, քնի ռեժիմն է շատ կարևոր, այդ ամեն ինչը անդրադառնում է եւ լավ մարսողության, եւ աղիների լավ աշխատանքի եւ մաքուր առողջ մաշկ ունենալու համար։ Եթե ուտենք վատ սնունդ, կապ չունի 6-ից հետո թե մինչև 6-ը օրինակ աղի սնունդներ շատ վատ անդրադարձ կունենա մեր մաշկի վրա,